Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմելու, չենք կռվելու, մենք բոլոր խնդիրները լուծելով առաջ ենք գնալու։ Որևիցե սպառնալի չենք ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար, նման մտադրություն չկա։ Այս մասին լրագրողների հետ շփազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը չի կալանավորվի։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը սրբազանի խափանման միջոցը թողնելով անփոփոխ։ Ձերբակալվել է Սամվել Կարապետյանի աջակիցներից Գոհար Գումաշյանը։ Այս մասին հայտնում է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։ Նրան մեղադրում են բարեգործության արգելքը խախտելու մեջ։ Նույն օրը հարցաքննության է հրավիրվել նաև Ուժեղ Հայաստան կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։ Վախկոտ իշխանությունը կանանց դեմ է կռիվ տալիս, հայտարարել է Ալիկ Ալեքսանյանը։ Բագրատ Սրբազանը 13 հայց է ներկայացրել ընդդեմ իրեն զրպարտող, վիրավորող տարբեր գործիչների։ Կա 4 մերժված հայց, մյուսները դեռ քննության փուլում են։ Այս մասին հայտնում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Փաշինյանը Արցախում փախած է ասում, բայց ինքը չի հասել օգնության, հանդիսանալով անվտանգության երաշխավոր։ Նա ասել է, որ դա իր պատերազմը չէ։ Այս մասին ասաց Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը։ 2025 թվականին զորակոչվել է զորակոչի ենթականների 35%-ը, իսկ զինվորների թվի 30%-ի չափով տղաներ հրաժարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Քաղաքացիական պայմանագրի կողմից իր հեղինակած նախագծին դեմ քվեարկելուց հետո այս մասին ասաց նույն խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Մրգաշենի ատամնաբույժի սպանության մեջ կասկածվում են 2 եղբայրներ, որոնցից մեկը անչափահաս է։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նշենք, որ ատամնաբույժը սպանվել է 3 ապրիլի 13-ին իր տան մոտ։ Թուրքիայի նախագահը Իսրայելին սպառնացել է պատերազմով, այնպես ինչպես մենք մտանք Լիբիա եւ Ղարաբաղ, կարող ենք մտնել նաեւ Իսրայել, ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հայաստանում ընտրություններով երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուկյանը, նշելով, որ 2018 թվականին ևս իշխանափոխություն ընտրություններով չի եղել։